Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունիսի 1 Հացդ թող տուր ջրերի երեսին, որովհետև շատ օրերից հետո նրան կգտնես։ Ժողովող 11-րդ գլուխ առաջին խոսք։ Մենք չպետք է ակնկալենք, որ մեր կատարած յուրաքանչյուր բարի գործի համար անմիջապես վարձատրություն կստանանք։ Չպետք է նաև մեր ջանքերը սահմանափակենք միայն այն վայրերով և մարդկանցով, որոնցից թվում է կարող ենք փոխհատուցում ստանալ մեր աշխատանքի դիմաց։ Եգիպտացին իր սերմը ցանում է Նեղոսի ջրերի վրա, որտեղ դա կարող է թվալ որպես հացահատկի լիակատար վատնում, սակայն ժամանակի ընթացքում հեղեղի ջրերը նահանջում են, ցորենը կամ այլ հացահատիկը նստում է բերրի տիղմի մեջ և շուտով առատ բերք է ստացվում։ Այսօր էլ եկեք բարիք գործենք նույնիսկ անգոհունակ և չարերի հանդեպ։ Եկեք ուսուցանենք անփույթներին և համառներին։ Հնարավոր է, որ անհույս թվացող ջրերի տակ թաքնված լինի խոստումնալից հող։ Տիրոջ մեջ կատարված մեր աշխատանքը երբեք զուր չի լինի։ Մեր գործն է մեր հացը ջրերի վրա գցելը, իսկ Աստծունն է իրականացնել խոստումը։ Դու նրան կգտնես։ Նա թույլ չի տա, որ իր խոստումը ձախողի։ Այն բարի խոսքը, որ մենք ասել ենք, կապրի, կգտնվի և մենք ինքներս էլ այն կգտնենք։ Գուցե ոչ անմիջապես, բայց մի օր մենք կհնձենք այն, ինչ ցանել ենք։ Մենք պետք է համբերություն դրսևորենք, որովհետև գուցե Տերն էլ մեզ հենց այսպես է համբերել սովորեցնում։ Խոսքն այստեղ ասում է շատ օրեր անց, և շատ դեպքերում այդ օրերը վերածվում են ամիսների ու տարիների, բայց խոսքը մնում է ճշմարիտ։ Աստծո խոստումը միշտ հաստատ կմնա։ Ուստի եկեք մենք էլ հավատարիմ մնանք պատվիրանին և այն գործադրենք հենց այսօր։